Ողջույն Երագիրնյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու հանրային ձայն խմբակցության անդամ Արտակ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերքի համար։ Սիրով։ Պարոն Գալստյան, օրերս դուք հայտարարեցիք, որ հանրային ձայն կուսակցությունը չի կարող մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ ողջ փաստաթղթերը, կնիքը, կանոնադրությունը քննչական կոմիտեում է գտնվում, բայց ուստի հայտարարեցիք, որ ամենայն հավանականությամբ կաջակցեք ընդդիմադիր թեկնածուներին, բայց թե ում հայտարարեք մոտորերս։ Հիմա որոշել եք ում եք աջակցել ընդդիմադիրներից եւ կան ընդդիմադիր ուժեր, որոնց աջակցելը բացառում եք դուք։ Ուրեմն սկսեմ հարցի վերջից, եթե իրոք ընդդիմադիր ուժ են, անկախնալից ովքեր են իրանք, բնականաբար չի կարող լինել այնպես, որ հանրային ձայնը նրանց չաջակցի։ Սա առաջինը։ Այո, կադամանուշ, որը ոչ միայն քաղաքական, այլև նեղազնական եւ ընկերական, դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանձինս Գագիկ Ծառուկյանն է։ Բացի մեր ընկերական հարաբերություններից, նաեւ խնդիրը կայանում է, որ բավականին քաջածանոթ եմ իր առաջարկ Հայաստանի ծրագրերին եւ բավականին դրույթներ կան, որոնք համահունչ են մեր հետ։ Կարա մոտավորապես թվարկեմ, որ դրույթներն են առանցքային է, որ մեր հետ համահունչ է։ Դա համաներման հայտարարումն է մինչև 10 տարվա ժամկետով, ընդ որում հարկ է արձանագրել, որ առաջինը դրա մասին հենց Գագիկ Ծառուկյանն հայտարարել դեռ ամիսներ առաջ։ Գաղտնիք չէ մասիվ, որ 8 տարի է Հայաստանի Հանրապետությունում համաներում չկա, ընդ որում գործող ժողովրդավար իշխանությունը հայտարարում է, որ դրա կարիքն էլ չկա եւ հողում անում բացարձակապես չգործող վաղակետ ազատման ինստիտուտի վրա, ես ինքս որպես իրավաբան վստահաբար կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը ընդհանրապես չի գործում։ Առաջի կետը դա է, երկրորդ կետը, որտեղ որ մենք համահունչ ենք Գագիկ Ծառուկյանի առաջարկի հետ, դա գույքահարկերի նվազեցումն է, որտեղ այս օրենքը, որ իրանք գործող իշխանությունը ընդունեց եւ գույքահարկերը բարձրացան, նաեւ համանդրականության հետ կապված խնդիր կա, որտեղ մարդիկ, ովքեր որ ժառանգել են իրենց բնակարանները հիմնականում թոշակառուներ, այսօրվա դրությամբ բարձր գույքահարկերի պատճառով ստիպված են լինելու վաճառել իրենց բնակարանները։ Եվ այդ ամեն ինչի մեջ ուշագրավներ կայանում է նրանով, որ գործող իշխանությունն ասում է, հա ինչ ա եղել, բաց վաճառեք ձեր տները, գնացեք ծայրամասեր։ Այսինքն Երևան քաղաքը սարքում են փողատերերի քաղաք, այսինքն փող ունես, կենտրոնում ապրես։ Դա հակասահմանադրականը նաեւ այն հիմքով, որ ընդհանրապես գոյություն ունի օրենքների իրավական որոշակիության սկզբունք, երբ որ անձը գնում է որոշակի գույք, ինքը բնականաբար կարողանում է պետք է պատկերացնի իր իրավունքները եւ պարտականությունները։ Այսինքն այդ մարդիկ ապրելով այդ բնակարաններում, իրանք իմացել են, որ իրենց գույքահարկը հետեւյալ թիվն է։ Ընթացքում դա բարձրացնելը բնականաբար օրենքի հետադարձ ուժի խնդիր է առաջացնում։ Գագիկ Ծառուկյանը առաջարկում է նաեւ ոչ միայն դա, այլ ասում ինքն էլ ըստ իր ծրագրի գույքահարկի թանկացումը պետք է անդրադառնա այն բնակարանների վրա, որոնք որ նոր են գնել։ Այսինքն ժառանգությունով եկած եւ այլն, ընդ որում դա չի վերաբերվում մենակ Երևան քաղաքին, վերաբերվում է ամբողջ հանրապետությանը։ Այդ հարցում նույնպես իրար հետ հաշտենք, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի հիմնական ծրագրերի մեջ մտնում է 344-րդ հոդվածի ապաքրեականացումը, չգիտեմ ծանոթ եք թե չէ, որ հոդվածի մասին է խոսքը, դա առանց վարորդական իրավունքի կամ զրկված լինելու դեպքում, ասենք դրա մասին շատ է խոսվում, բայց ես ես կարող եմ ասել հստակ թվեր, որ 3 տարվա ընթացքում դատապարտվել է այդ հոդվածով մոտ 170,000 մարդ։ Գագիկ Ծառուկյանը առաջարկում է ապաքրեականացնել այդ հոդվածի մասը, այն անձիկ, ովքեր որ դատապարտվել են այդ հոդվածներով կամ գտնվում է վարույթի ընթացքում այդ գործերը, ամբողջովին գործերը կասեցվի, դատվածությունները մարդկանց վրա հանվի, որտեղ այս նոր օրենքներով, երբ որ անձը ունենում է դատվածություն, արգելափակվում է իր մուտքը, Հայաստանի Հանրապետությունից հետո ելքի արտոնագիր ստանալու խնդիրներ են ունենում, ել չեմ ասում, որ այդ մարդիկ ստիպված փաստաբաններ են վարձում, ծախսեր են անում, տարուկես 2 տարի գնում են դատարանները, վերջնական արդյունքում ոնց էլ գործը պատտվում է, մի հատ դատվածություն նստում է իրանց վրա, եւ ամենակարևոր խնդիրն է, որ ահա որ ծանրաբեռնված են այդ գործերով, թե քննչական կոմիտեն, թե դատարանները, ասկան պետությունը շահում է, մարդիկ շահում են, ըստ իր նախագծի, չեմ ուզում հիմա նախագծի մեջ այդքան խորանամ, կարծում իր թիմակիցները ավելի լավ կներկայացնեն, բայց նաեւ ըստ այդ նախագծի
Գագիկ Ծառուկյանը փորձում է շեմը բարձրացնի բավականին վերև, ընդու միջև բալային սիստեմները հնարավոր է որ վերացվի ընդհանրապես, այսինքն վարորդական իրավունքի ձրկելը պետք է դառնա ծայրահեղ միջոց։ Այստեղ նույնպես հաշտենք պարոն Ծառուկյանի հետ, մյուս կետը, որ կրկին իր առաջարկությունը կապված է թոշակառուների հետ, շատ հետաքրքիր լուծում է դեպ գտել միջին սպառողական զամբյուղը հավասարացնել թոշակառուների հետ, այսինքն մոտավորապես կանգնի 81,000։ Նաև հետագայում ինֆլյացիայի հետ կապված, եթե միջին սպառողական զամբյուղը ավելանում է, դա նույնպես պետք է ավելանա, եւ գյուղատնտեսական նշանակության այն թոշակառուները, ովքեր որ ունեն տնամերձներ մինչև 1000 քառակուսի մետր եւ ունեն գյուղատնտեսական նշանակության հողեր, նաև դրանց իրանց բերքը հաճացնելու եւ մնացածի համար որոշակի սոցիալական աջակցություն դիցուկ բարարոտնյութերի եւ մնացածների տեսքով եւ այդ ամեն ինչը պետք է գծագրվի սիրուն օրենքի տեսքով։ Այն ստանդարտ բառերը չեմ ուզում ասում սոցիալական ապահովություն եւ այլն, այդ ամբողջ փաթեթը բնականաբար պետք է լի։ Հիմա բնականաբար մեզ հաս կտա, թե քանի որ անձամբ քննարկել եմ, դրա համար ինձ իրավունք կվերապահեմ այդ հարցը ասեմ, մոտավորապես թոշակների բարձրացումը տարեկան կտրվածքով կկազմի մոտավորապես 300 միլիարդ դրամի խնդիր։ Հիմա բնականաբար հարցը առաջանում, թե այդ գումարները որտեղից տիճարի, ուրեմն ասեմ ձեզ, նաև մեր հաշվարկներով եւ տնտեսագետների ուսումնասիրությունով այսօր Հայաստանի Հանրապետության բյուջեն ոչ միայն պարգևավճարներով, այլ անիմաստ, անկապ, ոչ արդարացված ծախսերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 400 միլիարդ դրամ։ Այսինքն խոսքը չի գնում նոր հարկեր առաջացնելու մասին, խոսքը չի գնում հարկեր ավելացնելու մասին, խոսքը չի գնում տնտեսական հրաշքի մասին, ընդհանրապես խոսքը գնում է պետական բյուջեի գումարները արդյունավետ ծախսելու մասին։ Իմաստը նաև Գագիկ Ծառուկյանը դրա մեջ դնում է նրա մեջ, որ մեր թոշակառուները առաջի հերթին իրանք են աշխատել, երկար տարիներ տվել են այս բյուջեի կայացման մեջ ահագին խնդիր ունեն, սա առաջինը, եւ ինչպես ինքն է միշտ նշում, ասում է չմոռանանք, որ մի օր մենք բոլորս ենք դառնալու թոշակառուներ, այսինքն սա առաջի հերթին անում ենք մեր համար, հետո նոր մնացածների։ Ու շատ չեմ ուզում ծավալվեմ, նմանատիպ կա նաև տաքսիստների հետ կապված, Yandex տաքսի, այդ այլանդակ թալանը, որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ըստ որոշակի տնտեսագետների թվերի մոտավորապես 3-ից 4 միլիոն դոլար ամեն օր Հայաստանի Հանրապետությունից դուրս է գալի։ Գագիկ Ծառուկյանի առաջարկը, որ ստեղծվի ընդհանուր պետական պոակ, լինի պետական տաքսի, նախ առաջինը պետությունը կարող է նորմալ վերահսկի, երկրորդ այդ աստղաբաշխական տոկոսները, որ այսօրվա դրության վարորդների ստանում են, դրանք կնվազեն եւ այդ եկամուտը որպես այդպեսին կուղվի հողակից հետո կգանա բյուջե, որը նույնպես վաղը միսօր կարող օգտագործվի էլի սոցիալական նպատակների համար։ Սենց բազմաթիվ մոտավորապես մի 20-30 կետով ընդհանուր համահունչ ենք, բայց նորից եմ կրկնում, եթե նույնիսկ համահունչել չլինենք, նա իմ ընկերն է, իմ բոլոր նեղորերին միշտ եղել է իմ կողքին, թե 16 թվականին, երբ կրկին կալանավորվել էի Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, թե այս ժամանակ, ընդհանրապես մեր հարաբերությունները գալիս 90-ական թվականներից եւ այն պարագայում, երբ որ Հանրային ձայն կուսակցությունը չէր մասնակցում, կարծում եմ ոչ միայն սխալ կլեր, այլ մարկային էլ չէր լինի, որ ես իմ ընկերոջը չաջակցայի։ Իսկ հնարավոր է այս ընտրություններում աջակցեք նաև Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցությանը, թե նրա կուսակցությանը աջակցությունը բացառում եք։ Բացառում եմ ընդհանրապես որևիցե աջակցություն այդ կուսակցությանը։ Սենց ասեմ, այդ կուսակցության մասին կարող եմ շատ բան ասել, բայց կլռեմ զուտ մի բանի պատճառով, քանի որ ինքը գտնվում է կալանքի տակ, ի տարբերություն իրա, ես կալանքի տակ գտնվող մարդուն, որը որ չի կարող ինձ պատասխանել, ոչինչ չեմ պատրաստվում ասեմ, կարծում եմ օրը կգա բարին հետը, մարդկային կյանքն հենց է, որ չգիտես որտեղ կգտնես, որտեղ կկորցնես։ Իսկ որ պահից եւ ինչի պատճառով ձեր հարաբերություններն ու համագործակցությունը այսպես ցախողվեց, որտեղ բազմաթիվ գնահատականներ ենք լսել այս մասով, բայց ձեր տեսակետը այսպես չենք կարողացել, հնարավորություն չենք ունեցել։ Սենց ասեմ, ամեն ինչ սկսվել է իմ կալանավորումից հետո, սանուկ սահմանափակվեմ, նորից եմ կրկնում, քանի դեռ ինքը կալանքի տակ է, ես ինձ հեռու կպահեմ որևիցե գնահատական տալու կամ ինչ-որ բան անելու։ Դա իր դյու քայլն է, այսպես ասած, ինքնասիրում մարկանց, որոնք չեն կարող պատասխանեն խոսա իրանց մասին, ես կսպասեմ, մինչև ինքը դուրս կգա,
ոչ միայն դուրս կգա, այլ կսպասեմ այն օրվան, երբ որ մենք վերջապես կհանդիպենք, վերջ առաջ, աշխարհը կլորա, ոչինչ չի մոռացվում, ամեն ինչ հիշում ենք։ Վարդան Ղուկասյանի մասով այլևս կներեք Այլևս հարցեր չեմ էլ տալու, այո։ Պարոն Գալստյան, Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ դարձավ այն բանից հետո, երբ հանրային ձայնը քվորում ապահովեց, ճիշտ է, դեմ քվեարկեց, բայց դրանից հետո ձեր թիմակիցները պնդում էին, որ Ավինյանին անվստահություն չեն կարող հայտնել, քանի որ դուք կալանավայրում էիք, թիմը ամբողջությամբ չէր կարողանում մասնակցել այդ նիստերին, հիմա ընդդիմությանն աջակցելու գործընթացը հնարավոր է սկսեք կամ ինչու չեք սկսում Ավինյանին անվստահություն հայտնելուց, քանի որ արդեն ամբողջական թիմով եք եւ կարող եք դա անել եւ ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է ինչ-որ հանրության տրամադրությունների վրա ինչ-որ ազդեցություն ունենալ։ Պատասխանեմ։ Նախ առաջինը ի տարբերություն մեր այլ ընդդիմադիր գործընկերների, գոնե թե ես իմ օպերատիվ ծառայության երկարատև փորձով երբևիցե ուտոպիաներով չեմ զբաղվել։ 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ եկեք ընդունենք բոլորս, որ թե ազգային առաջընթացը, թե Մայր Հայաստանը, թե հանրային ձայնը մենք տարանք մեր մաքսիմալ ձայները, ինչ հնարավոր էր։ Միակ կուսակցությունը, որ քիչ էր օգտագործել վարչական ռեսուրս, որ քիչ էր դեռ մարդ բռնել, դա եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Այդ ժամանակ մեր մոտ ընտրության մի խնդիր կար ընդհանրապես, ակնհայտ էր, որ եթե մենք գնում ենք, նախ առաջինը մենք չենք կարա ընտրենք ընդդիմադիր տեխնացու, քանի որ ես կալանքի տակ է Տիգրան Ուրիխանյանն էլ հետախուզման մեջ էր։ Եթե մենք գնում ենք կրկնակի ընտրության, ես կարծում եմ առնվազն քաղաքականությունից կամ այս իշխանության մասին բավականին բարձր բարոյականության կարծիք ունեցող մարդը կարող է հակադարձի, որ այդ միձանի խնդիրը Տիգրան Ավինյանը միանշանակ կլուծեր։ Եթե Տիգրան Ավինյանն էլ չլուծեր, ԿՊ-ն կլուծեր։ Այսինքն կար հետևյալ ընտրությունը կամ երկու շաբաթ հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչպես ազգային ժողովում վերցնում այսպես ասած ճակերտավոր սահմանադրական մեծամասնություն եւ ինչ ուզում է անում է, կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանձինս Տիգրան Ավինյանի դառնում է քաղաքապետ, բայց որոշակի լրջագույն խնդիրներում ունենում է կախվածություն ընդդիմադիր ձայների հետ կապված։ Ընդ որում այս որոշումը կայացնելու ժամանակ իմ հետ ընդդիմադիրներից որևիցե մեկը բացարձակապես չի բանակցել։ Հա, եղել են լայվեր, բայց ես այդ լայվերի մասին իմացել եմ մոտավորապես մի շաբաթ 10 օր հետո, որովհետև այն ռեժիմը, որով որ ինձ էին պահում, դա սարսափելի ռեժիմ էր, ընդհանրապես ընտանիքից չէի կարողանում զանգել, բնականաբար ես չէի կարող տեսնել ոչ Անդրանիկ Թևանյանի լայվերը, ոչ Հայկ Մարությանի լայվերը, եւ ընդհանրապես ես մտածում եմ, որ նման կարգի հարցերը լայվերով չեն լուծվում։ Մենք այդ ընթացքում փորձեցինք կոմունիկացիա ստեղծենք, իմ մոտ փաստաբան ներգրավեց Հովհաննես Խուդոյանը, Օրբելյանը, որ նման դեպքերում գոնե փաստաբանների միջոցով, բայց նույնիսկ այդ կապողին նույնպես չաշխատեց։ Ամեն դեպքում կոալիցիա ունենք այն ինչ որ ունենք, ես նորից կրկնում եմ, որ ես գտնում եմ, որ միանշանակ ճիշտ որոշում են կայացրել, նաև հաշվի առնելով եւս մեկ անգամ գործող իշխանությունը հանձինս իրենց վարչապետի ապացուցեց, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, խնդրեմ նայեք Գյումրու դեպքը, մնացած դեպքերը, այսինքն նույնիսկ եթե հրաշքով Թևանյան Անդրանիկը կամ Հայկ Մարությանը դառնային Երևանի քաղաքապետ, այն էլ Երևանի ոչ թե Գյումրի, լավ, առավելագույնը ամիս ու կես։ Հիմա գալիս է երրորդ խնդիրը։ Ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, որ իրանց խնդիրն եղել է ընդամենը Երևանի քաղաքը եւ քաղաքապետը, մենք ես 90-ականներից եմ քաղաքականության մեջ, մեր խնդիրը ավելի երկար է եղել։ Հիմա կարամ հռետորական հարց հնչեցնեմ, ասենք ըստ ձեզ, այն որ ես 2.5-3 տարին քաղաքացիական պայմանագիրը ղեկավարել է Երևան քաղաքը, տրանսպորտը թանկացրել, կարմիր գծերն թանկացրել, ասֆալտն լքել քաղաքացիական պայմանագրին եւ ասենք կարան գոնե sense թվային տեսանք, թվային արտահայտությամբ, ասենք որ գոնե մի 10% քաղաքացիական պայմանագրի վարկանիշը Երևան քաղաքում իջել է։
Լավ, կարող ենք ասել, որ այս 2 տարվա, 3 տարվա ընթացքում անդիմադիր մայր Հայաստանը, որ այդքան քննադատել է թե մեզ, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, լավ իրենց վարկանիշն գոնե 2% բարձրացել է։ Ուրեմն այս թվերը, եթե մենք վկայում ենք, որ իրականում գոյություն ունեն, ես վստահաբար կարող եմ ասել, որ հայ հանրությունը, եթե Աստծո հաջողությամբ հունիսի 7-ին լինի իշխանափոխություն, այս 10%, 2%-ի համար միանշանակ պարտական է հանրային ձայնին եւ հանրային ձայնի ճիշտ քաղաքական որոշմանը։ Այսինքն ԿՓ-ի վարկանիշի իջեցմանն ու ընդդիմադիրների վարկանիշի։ Իհարկե, որովհետեւ ակնհայտ էր, եթե ընդդիմադիր Բայց մի տեխնացու տեսակ այս հանրությունը, այսպես ասած, ծանր գին չվճարեց այդ վարկանիշի իջեցման բարձրացման համար։ Բացարձակապես։ Տեսնելով թե ինչ է կատարվում մայրաքաղաքում։ Բացարձակապես մստախնդիրը ինչի, որ հանրությունը, այո, այն հանրությունը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 21 թվականին ընտրել է, ես կարծում եմ, որ իր վճարած գինը բավականին թեթև է համեմատած Արցախահայերի, բավականին թեթև է համեմատած Եղաբլուրում պարկած երեխաների։ Դե համեմատություն չենք տանում հիմա, պարոն Գարիսյան, խոսում էինք Բայց Երևանից։ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինչ որ մի ձև դիմարկանց կարողանաս բացատրես։ Լավ, ձեր սիրելի ԿՊ-ներ, խնդրեմ, վայելեք։ Համենայն դեպս հանրային ձայն կուսակցությունը որևիցե առաջարկ չի բերել վնաս ժողովրդի։ Բոլոր առաջարկներին քվեարկել ենք դեմ կամ եղել է դեպքեր 2 անգամ էլ բոյկոտել ենք։ Եվ ասեմ ձեզ, այնպես չի, որ հիմա արդեն անուններ չեմ հնչեցնի, բայց նշի, որ Տիգրան Ավինյանի որևիցե որոշում կապված ընդհանրապես հանրային ձայնի հետ, որովհետև այս նույն մեր ընդդիմադիր ֆրակցիայից որոշակի անդամներ արդեն շատ ակտիվ են համագործակցում իր հետ, քավլիցի, որևիցե խնդիր չունենք։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման ընթացքում իր վարկանիշը իջացրեց, Երևան քաղաքները եւ մնացած քաղաքները նույնպես դրան բացառություն չեն։ Սա զուտ քաղաքական գնահատականն է։ Տիգրան Ավինյանի մարկային արժեքները մի բան են, Տիգրան Ավինյան որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանցքային դեմք լրիվ այլ են։ Ես հիմա ինչ դες ասում եմ այդ առումով։ Վերջին շրջանում ավելի կոնկրետ Ավինյանի այն հայտարարությունից հետո, որ վարորդները պետք է ուղևարցի հավաքագրման մեջ ներգրավվեն, վարորդ ուղևոր հարաբերությունները բավականին լարվել են, բռնություններ վարորդների նկատմամբ նույնիսկ դանակահարության այդպես դեպք գիտենք, օրերս էլ վարորդի պատճառով դպրոցական երեխաներ լաց եղել, չէր կարողացել վճարել, մի խոսքով, ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը ձեր գնահատմամբ եւ հենց այստեղ է, որ արդյոք Ավինյանին հեռացնելը եւ ընդդիմադիր իշխանություն ստեղծելը չէ, որ լավագույն լուծումն է։ Նույնիսկ ես կարծում եմ, թե դուք ուզում եք Երևան քաղաքում եւ մնացած քաղաքներում լինի ընդդիմադիր, պետք է սկսեք ամենավերևից։ Որտեղ այս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը որևիցե ընդդիմադիր տեխնացուի չի հանդուրժելու։ Ընտու միջև հիշեք Գյումրիի դեպքերը, Սյունիքի դեպքերը, ուղղակի այսօրվա գործող իշխանությունը կատեգորիկ կերպով դատացիան չի տրամադրում։ Երևան քաղաքի բյուջեն ամբողջովին մոտավորապես 63% պետական դատացիայի վրա է հիմնված։ Հիմա դուք պատերացրեք, եկել է անտիմադիր Երևանի քաղաքապետ եւ կառավարությունը 63% իր բյուջեի չի տալիս։ Հիմա հարց. որ գինը ավելի թանկ կլիներ։ Բնականաբար երկրորդը։ Ինչ վերաբերում է վարորդ հսկիչ հարաբերությունը։ Եղել է այդ քննարկումը, մենք նույնպես քննարկել ենք, ճարհաճալ, որտեղ քաղաքացիական պայման, նույն Տիգրան Ավինյանը մեզ ասում էր հետևյալը, ասում էր մենք կարանք ներգրավենք հսկիչներ, ունենք մոտավորապես 800 երթուղի, տրանսպորտային միջոց, որ դուրս է գալիս, դա նշանակում է պետք է ընդունենք 800 հսկիչ։ Միջին աշխատավարձը մոտավորապես 300,000, լավ, գցենք ասենք սիմվոլիկ $800։ Իսկ ամսվա կտրվածքով տրանսպորտի ծախսը ավելանալու էր մոտ $750,000, ինձ ճիշտ եմ հաշվում, կարող է թվերի մեջ հիմա խառնվեմ, որը անխուսափելիորեն բերելու էր տրանսպորտի գնի թանկացմանը։ Իրանք ընտրեցին են տարբերակը, որ վարորդներին տանք որոշակի պարգևավճար, այդ բեռը մի քիչ դնենք վարորդերի վրա։ Առաջի հասկից մի քիչ աբսուրդ որոշում է, բայց որ մի քիչ խորանում եմ ես, օրինակ ես մտածում եմ, sense լավ, վարորդը չի, հսկիչն է։ Դուք եք, ես եմ, էական չի։ Լավ, այդ հսկիչը նույն ձև, ինչպես նույն կերպ, ինչպես վարորդը պահանջելու է եւ այդ երեխայից եւ այն մեկից, որպեսի վճարի։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ վարորդն է պահանջում։
Ընդ որում ասեմ, այդ նորամուծության արդյունքում ճակերտավոր ընդամենը 1 շաբաթվա ընթացքում հավելյալ 8 ավտոբուսի գումար հավաքվեց, այսինքն այդքան կորուստ ուներ Երևան քաղաքի բյուջեն։ Մեր ժողովուրդը մի հատ հետաքրքիր բնավորություն ունի, իրան թվում է այդ 8 ավտոբուսի գումարը, լավ 2 շաբաթվա, դա Տիգրան Ավենյանի գումարն է, ոչ, դա իմ, ձեր, մնացածիս գումարն է։ Մարդիկ կան, որ ուրախանում են, ասում են, լավ է, փող չի հավաքվում։ Փող չի հավաքվում, լավ, հասկացանք, թող ամենաթալանչի իշխանությունն էլի, բայց էլի են տակը գոնե մի բան մնում է, որ մի բան անում են, բոլոր թալանչի իշխանությունները մի բան արել են։ Այսինքն ճիշտ է, լավագույն լուծումը չի, բայց այսօրվա դրությամբ պահի տակ իրավիճակային էլի լուծումը, միջև որ ես կարծում եմ հունիսի 8-ից հետո իշխանություն կփոխվի, ժողովուրդն էլ ոգևորված իր տրանսպորտային գումարները կվճարի, ու այդ խնդիրը այդպես կլուծվի։ Իդեպ նաև եթե տրանսպորտից ենք խոսում, այ նորից վերադառնում եմ իմ ասածին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսել էր սարքեր 300 դրամ, հենց կոնկրետ մեր այդ քաղաքականության արդյունքն ա եղել, որ բանակցությունների արդյունքում դարել է 150 դրամ։ Ընդ որում այդ հետաքրքիր ֆենոմեն կար մեր ընդդիմադիրների մոտ, որոնք այդ ժամանակ բոյկոտ էին հայտարարել, ես իրանց ասում էի լավ է կարել հայտարարել եք, բայց ժողովուրդ, եթե մնում է սակագինը 300 դրամ, 600,000 վրա փոխադրման դեպքում, եթե դուք ուզում եք վնասեք քաղաքային բյուջեին բերեք կրիզիս, դուք մինիմում 50% բոյկոտ ապահովեք, որտով այն 50%-ի վճարման դեպքում իրանց ասած Ավենյան Տիգրանը իր գումարն էր հանում, ծախսերն էր փակում։ 150-ի դեպքում ասում էի ձեզ բավարար է 20-ից 25% բոյկոտը։ Բայց իրանք 150-ն էլ էին դեմ։ Մենք այդ 150-ն արեցինք, արդյունքում իրաց բոյկոտը սկսեց աշխատել, որտեղ 300-ի դեպքում ուղղակի չէր աշխատել։ Էլ եմ ասում, ամեն դեպքում իմ ընդդիմադիր գոլեգաներն են, կա որոշակի հարցերի մոտեցումների տարբերություն, բայց ակունքն ու հիմքը բնականաբար նույնն է։ Մեզ մեղադրում են նաև քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելու մեջ, մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, նորից կրկնվեմ, ով նման բան կարող է ասել ինձ, նշանակում է ինքը զուրկ է մինիմալ արժեքային համակարգից, որտեղ այս իշխանությունը ապօրինի կերպով կալանավորել է որդուս, կնոջս, հարսս միջև հետախուզման մեջ է, կալանավորել են ինձ խոշտանգել են 4 ամիս, կինս է կալանքի տակ եղել 2.5 տարի տղաս, 2.5 տարի ես։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ նորմալ հայ տղամարդը կարա այս ամեն ինչը ների, դա նշանակում է ինքը նույնպես պատրաստ է դրան ներելու եւ ինքը չունի որևիցե արժեքային համակարգ։ Սանով սկսվում է եւ ավարտվում է ամեն ինչ։ Ընդ որում նորից վերադառնամ իմ ընկերոջը, նմանատիպ խոսակցություններ տանում են նաեւ Գագիկ Ծառուկյանի վրա, որ իբր թե կարող է միանա քաղաքացիական պայմանագրին, նույն բանը վերաբերելի է նաեւ իրան, որովհետեւ ինքը ենթարկվել է քրեական հետապնդման, տղան ենթարկվում է քրեական հետապնդման, աղջկան կպել են, իրան կալանավորել են, ընկերս մի քիչ իզնից առաջանք է, իզնից շուտ է արդարացել, ընդհանրապես։ Բայց մնացած ամեն ինչով եւ ես իրան ճանաչում արդեն 32 տարի, դա նույնպես բացառում եմ։ Պարոն Գարուսյան, խոսեցինք ուղևորցի թանկացումից, ինչու ձեր խմբակցությունը չմերժեց դա, քանի որ հիշեցնեմ, ձեր հանրային ձայնի 2 անդամներ քվորում էլի ապահովեցին, եթե չապահովեին, այս նախագիծը չէր անցնի, հիմա մեղավոր չեք զգում մի բացարձակապես, ասեմ ինչի համար։ Նայեք, մեր ընդդիմադիր գոլեգաները ծանոթ չեն օրենսդրությանը։ Ընդ որում լավագույն օրինակը կբերեմ ձեզ նաև Սպապ Թագավոր եւ Ամիրյանի անվանափոխման դեպքում։ Ուրեմն 2024 թվականին 23 թվականի վերջին տեղի ունեցել Երևանի ավականու կանոնակարգ օրենքում փոփոխություն։ Ինչու՞մն է կայանում փոփոխությունը, այսինքն դու քվորումը տալիս ես մի անգամ, ոչ թե ամեն հարցի քվեարկության ժամանակ։ Հասկացանք իրար։ Այսինքն երբ որ մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները, որոնցից չգիտեսխի ամեն նիստին 6-ից 7 հոգի պակաս է գալի։ Առավոտ գալիս են գրանցվում են։ Ու որից հետո իրանք որոշում են բոյկոտեն,
Արդեն քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության կուսակցությունը առավել քան բավարար է, որ այդ բոլոր որոշումներն անցնեն, որտեղ առավոտ շուտ իրանք եկել են եւ քվորումը տվել են։ Դա արձանագրված է։ Հիմա որպեսզի ընդդիմադիրները այսպես ընդդիմախոսներին ինձ չասեն, որ տես բան չկա, հիշեք վերջի Պապ Թագավորի քվեարկության ժամանակ նույն պատկերներ։ Նույնիսկ կարծում Տիգրան Ավինյանը եւ ինքն էլ չէր ուզում Պապ Թագավորը, դրա համար ինքը այդ հարցը բարձրացրեց, ասաց, եթե դուք հիմա մնացիք դա ալիճում, իսկ հիշեք, որ տրանսպորտի բոլոր քվեարկումների ժամանակ իրանք եղել են դալիճում։ Որոշումը կհամարվի անցած, մենք դրա համար դուրս եկանք։ Ընդ որում նորից եմ ասում, այդ որ նորից դուրս եկանք, դա էլ է կանոնակարգ օրենքի խախտում, որտեղ առավոտը քվորումը կար։ Այսինքն առավոտը ձևավորվում է քվորումը, դիցու 55 հոգի մարդիկ է 28 հոգին քվորում է։ Այսինքն կլիներ հանրային ձայն այդտեղ։ Դեմք քվեարկեր, կողմ քվեարկեր, եթե Մայր Հայաստանը եւ ազգային առաջընթացը նստած են դալիճում ու թեկուզ չեն կպնում սրան, միևնույնն է իրանք ապահովում են քվորում։ Այսինքն նվալ հիմա ես մեղավոր չեմ, որ ես իրավաբան եմ եւ օրենքներին շատ լավ տիրապետում եմ։ Ու երբ որ իրանք իսկ գալիս են բան են ասում, բացատրում ենք, ասում ենք ժողովուրդ, սրա ձևը նշանակում է ի սկզբանե առավոտ շուտ, ասենք եթե դու չես ուզում այդ հարցը անցնես, դու պիտի տապալես ամբողջ ավականուն նիստը։ Ի սկզբանե պիտի տապալես։ Ստեղ էլ քաղաքացիական պայմանագիրը շատ խելացի անում։ Օրինակ ես հիշում եմ տրանսպորտի հարցի ժամանակ 8 հատ բնակարանի նվերատվություն էին բերել արցախցիներին։ Դե հիմա նստի մտածի։ Չես մտնում։ Մասնակցես թե չէ։ Բերել էին գեյմպլանը, եթե սխալվում եմ։ Բերել էին գույքահարկ բանի, այդ նույն տրանսպորտի մեջ զեղչերը, զոհվածների ամբողջ ընտանիքներին։ Հիմա նստած մտածում ես, ասում ես լավ, եթե ամբողջ նիստը տապալում ես, Մենք 10 ընտանիք, որ այսօր սպասում է փողոցում նստած, որ տուն պիտի ստանա, ինքը չի ստանում։ Նենց էլ չի, որ հարցը լուծվում է։ Ասենք իրան գալիս են, ինձ ասում են, եկեք բյուջեն բոյկոտենք։ Ասում լավ, ժողովուրդ, բոյկոտենք, ինչ հա տալի մեզ։ Բոյկոտում ես այս բյուջեն, սկսում է գործել անցյալ տարվա բյուջեն։ Հիմա այս բյուջեով Տիգրան Ավինյանը բերել է 5 միլիարդ դրամ ավել գումար։ Բոյկոտեցի 5 միլիարդ դրամից Երևան քաղաքը զրկվեց։ Ընդ որում բերել է կառավարությունից։ Հիմա եթե ոնց ասեմ, իսկ կարակ բեղադրեք մի բանի մեջ, որ ես օրենքներից շատ լավ եմ հասկանում եւ իրավաբան եմ։ Բայց կարող եմ վստահաբար ասեմ, որ չի եղել որևիցե ողջամիտ առաջարկ, որ իրանք մեզ դիմեն, առաջարկը ողջամիտ էլի, մենք ասենք չէ։ Ընդհակառակը եղել է դեպքեր 2-3 անգամ իրար այդ պայմանավորվել են, որ ի սկզբանե նիստը պիտի բոյկոտենք, իրանք չգիտես, խելի գնացել են, բարձրացել են, մտել են, այդ նույն կվորումը ապահովել են։ Բայց էլ եմ ասում, ամեն դեպքում քաղաքականություն է, նշի, որ մենք թշնամանք ունենք իրանց հանդեպ, հույս ունեմ իրանք նույնպես մեր հանդեպ չունեն, առավել ևս հիմա ճակատագիրը նենց կառուցվեց, որ մեր հիմնական ընդդիմախոս Մայր Հայաստանը այսօր իմ ընկերոջ հետ է նույն ցուցակով գնում եւ ակամայից ես ուզեմ թե չուզեմ նաեւ օգտակար եմ լինում իրանց։ Սա է խնդիրը, ես բացարձակապես դրանից նեղված չեմ, գտնում եմ որ Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ արել, որ Երևանի ավականու մեջից էլ է վերցրել։ Նույն առաջարկը մենք էլ ենք ստացել, ես ուղղակի չուզեցա գնամ, որտեվ դեռ ասենց ասեմ, ինքս վարչական հսկողության տակ եմ, դեռ բրասլետին ոտին է կուսակցության գրասենյակն է փակ եւ այլն, որոշեցինք այս պահին հենց մի քիչ հանգստանանք, հասկանանք ինչա, որտեղ 2.5 տարի է կուսակցության գրասենյակը փակ է։ Ու ինչն է հետաքրքիր, որ ընդդիմադիր որևէ ուժ սրա մասին չի խոսում։ Որ քաղաքական ուժ, որը ավականիում ներկայացություն ունի, 3.5 տարի է գրասենյակը փակ է, թղթերը արգրաված է։ Բացարձակապես։ Ոչ մի թուղթ չունենք։ Ոչ կնիկ, ոչ կանոնադրություն։ Բացարձակապես 3.5 տարի, 3-4 անգամ մտել ենք դատարանները գտնում են, որ նախաքննություն է գնում, թե ինչ նախաքննություն է գնում, չգիտենք։ Ընդ որում աբսուրդն է, որ չգիտես իրանք որոշել են, որ իմ գործով կարող է դժոխ լինի, ասենք դիցուկ Գագիկ Ծառուկյանը կամ իմ մարտանկան ընկեր Ռուբեն Գրիգորյանը։ Իրանք տենց են որոշել։ Դե իրանք իրանցը որոշեն, մենք էլ մերը փորձենք անենք, հույս ունենանք ժողովուրդն մի բան կորոշի։ Պարոն Գարստյան, անդրադառնանք նորից բուն ընտրություններին, ՔՊԱ-ականները պնդում են, որ իրենք
այս ընտրություններին ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին հղում են անում տարբեր հարցումների, որտեղից ԿՊՀ-ականներին այս վստահությունը եւ ձեր գնահատմամբ ինչու պիտի հանրությունը 2026-ի հունիսի 7-ին գնա ու ԿՊ-ի օգտին քվեարկի։ Հիմա դուք ինձ ասեք, որ ԿՊՀ-ականները դա ասում են։ Հիմա ես փորձեմ հակադարձեմ իրանց մի քիչ այլ տեսանկյունից։ Բայց միևնույն ժամանակ նույն ԿՊՀ-ականները նույնիսկ $1 միլիարդ վրա գրազ են գալիս, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Կարապետյանը անցնելուց հետո իրաց ձայնը տալու են Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա էլի որպես իրավաբան եմ ձեզ ասում։ Նայեք, եթե այսօր քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Կարապետյանը խորհրդարան անցնելուց հետո իրենց ձայնը պետք է տան Դիցուկ Ռոբերտ Քոչյանին, որպեսզի նա դառնա վարչապետ, սա իրավական առումով նշանակում է հետևյալը, որ քաղաքացիական պայմանագիրը հստակ գիտակցում է, որ ինքը մեծամասնություն չի կազմում։ Որտեւ եթե ինքը մեծամասնություն է կազմում, որևիցե նպատակ եւ իմաստ չունի, որ միանան Ռոբերտ Քոչարյանին կամ հակառակը կամ այս կամ այն։ Այսինքն իրանք մի հարցազրույցով ասում են այս, բայց հիմնական իրանց ամբողջ մեդիան կոպիտ ասած ճակերտավոր ոռնում է, որ ասում այ տեսեք Քոչարյանին ձայն են տալու։ Քոչարյանին իրանք կարող են ձայն տալ մենակ մի դեպքում։ Քոչարյանը պետք է ընդդիմության մեջ հավաքի ամենաբարձր ձայները, այդ դեպքում շատ կներեք, անկախ իմ ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններից, որը որ շատ ավելի խորն է գալի դեռևս Վանո Սիրադեղյանի քաղաքական հետապնդումներից, որ իմ լավագույն ընկերներից մեկն է եղել, նաև նույն Ռոբերտ Քոչարյանի վրա հաղորդում ունի տված, որ իբր թե իր դեմ փորձ եմ արել 19 թվին այդ գործն էլ քննվել, բայց նույնիսկ այդ դեպքում ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, եթե ընդդիմադիր մասսայի մեծամասնությունը ձայն տա Ռոբերտ Քոչարյանին։ Քավլիցի հայ ժողովուրդը այս պահին ունի երկու ընտրություն։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Չեք ուզում Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին ձայն տա, խնդրեմ քվեարկեք։ Գագիկ Ծառուկյանին ցարկեք առաջի տեղը, թող բոլորը ձայն տան Գագիկ Ծառուկյանին։ Վստահաբար կարող եմ ասեմ, եթե իմ ընկերը վեկալի, ասենք դիցուկ ինքը լինի 25%, Սամվել Կարապետյանը 20, Ռոբերտ Քոչարյանը 7% կամ 15%։ Միանշանակ Գագիկ Ծառուկյանը չի զիջել։ Բայց հակառակի դեպքում նաև աննորմալ է, որ չհամաձայնվի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի ձայն շտաբում ձեն տա։ Եթե նույն Ռոբերտ Քոչարյանը չէ, ընդդիմության առաջի տեղը գրավողի մոտ ձայն չտա, ում ձայն տա։ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն եկեք արձանագրենք հետևյալը, մենակ այն հանգամանքը, որ քաղաքացիական պայմանագիրը առավոտից իրեգուն ասում է, որ բոլորը միանալու են Ռոբերտ Քոչարյանին բերեն վարչապետ, դա նույնն է, որ քաղաքացիական պայմանագիրը համոզված է, որ իրանք մեծամասնություն չունեն։ Այսինքն ձեր հարցին պատասխանեմ հենց նույն քաղաքացիական պայմանագիրի կուսակցության խոսույթով։ Ընդ որում այդ հիստերիկան իրանց մոտ ընդդիմությամբ գալիս է վարչապետի մակարդակով։ Դա նշանակում է իրանց բոլոր սոցիալ-պրոսները եւ մնացած ամեն ինչը, այն ինչ որ ներկայացնում է հանրությանը մի բան է, այն ինչ որ իրանք գիտեն եւ առաջացրել է այդ նարատիվը իրանց մոտ, դեռ ուրիշ է, ես հակված եմ երկրորդ նարատիվին, որովհետեւ շատ անկեղծ են իրանք դրա մասին բարձրաձայնում, դա նշանակում է իրանք համոզված են, որ չեն հասնելու։ Սա առաջինը, երկրորդը ես ցած ասեմ, լավ, ես հեռու եմ այն մտքից, որ այս ազգը իրոք դարել է այդքան որ գրամալ։ Իրոք հեռու եմ այդ մտքից։ Նույնիսկ եթե մեծամասնությունը որ գրամոլ է, ես վստահ եմ, որ այն 5, 10, 15, 20% ազգային մարդիկ կարան իրավիճակը փոխեն, որոնցից մեկն էլ Ծառուկյան կգնա։ Պարոն Գարստյան, Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանին է Հայաստանը։ Ինչ վտանգներ է իր մեջ պարունակում եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի երկրորդ դեմքի այս հայտարարությունը։ Ընդհանրապես կապիտուլյացիա արձանագրումը։ Ուրիշ ոչ մի բան։ Ես ասեմ, մենակ այն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր իշխող կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում, հավատացեք դրանից այն կողմ ավելի մեծ վտանգ չի կարող լինի։ Այսինքն էլ դրանից հետո ինչ ուզում են խոսան, ինչ անեն, ինչ չանեն, որևիցե էական նշանակություն չունի։ Հենց մենակ այն, որ իրանք այդտեղ են։
Ես հիշում եմ 21 թվականին Նոյան տապանում հարցազրույցներից մեկի ժամանակ ինչ որ այսօր կատարվում է, մանրամասն նկարագրել են, որ Արցախը ճանաչելու է, ցեղասպանությունից հրաժարվելու է, Մասիսը հանելու է։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ ասեմ ինձ քրքրեցին, դա նշանակում է ոչ մի բան չասեմ։ Ոնց եմ ասում։ Եթե քաղաքացիական պայմանագիրը հանկարծ վերընտրվի, Աստվածչանի իհարկե, ես չեմ մտածում, որ Աստված այդ աստիճան կարող է հայ ժողովրդից երես թեքած լինի, էլի։ Մոտակա տարի-տարուկես, հələ երևի թե ժամանակը շատ եմ ասում, Հայաստանի Հանրապետությանը սպասվում է Արցախի ճակատագիրը։ Եթե մարդկանց թվում է, որ այդ ամբողջ միջոցառումը սովամահություն, հետո հարձակում, դա ուղղակի պատահական սցենար էր, ոչ։ Դա ընդամենը գլխավոր փորձն էր Հայաստանից առաջ, որը որ փայլուն կերպով իրականացավ։ Նայեք, խնդիրը որն է։ Չեմ ուզում անդրադառնալ մանձերին, բայց Նշի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավոր դերակատարները իրանք հիմար են։ Այնպես չի, որ իրանք չեն գիտակցում, իրանք ինչ կարմիր գծեր են անցել։ Այնպես չի, որ իրանք չեն հասկանում, որ այդ ամենի համար մի օր պիտի պատասխան տան։ Բայց ընդհանրապես մի տարբերակ կա, գոնե թե իրանց մտածելակերպով, որպեսզի պատասխան չտան, դա հետևյալն է։ Սուբյեկտը, որը որ վաղը իրանցից պիտի պատասխան պահանջի, պիտի գոյություն չունենա իրանց կառավարման ընթացքում։ Այսինքն, եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, իրանց միջազգային հետախուզում չես կարող հայտարարես, պետական գործիքակազմ իրանց նկատմամբ չի կիրառվում։ Մնում է մի հատ Թեհլերյան, եթե կծնվի կամ չի ծնվի, դիցուկ, բայց էլ չասեն տերորիզմի կոչեմ անում, այդ էլ մտածում են, որ դրա տակից կարանհելն են։ Բայց ցանկացած պարագայում, եթե իրանց իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությունը դեռ գոյություն ունենա, վարկյան անգամ այն 1 միլիարդ, որ ասում են, 5 միլիարդի վրա կարամ գրազգան, որ իրանցից որևիցե մեկը արդարադատությունից չի կարող խուսափել։ Այդքան սահմանադրության ոտնահարում, տարածքային, չեմ էլ ուզում թվարկեմ, ասենց ասեմ։ Այդ իրանք էլ են հասկանում։ Հիմա սա իրանց վերջի շանսն է, բերեն հասցնեն տրամաբանական ավարտի։ Հակառակ դեպքում, այսինքն այստեղ էլ ոչ հայ խնդիրը, ոչ թուրքի խնդիրը, մարդիկ կոնկրետ իրանց գոյության խնդիրն է լուծում։ Իրանք եկան ընկան այս թակարդի մեջ, իրանք իրանց ձեռով այս ամեն ինչը արեցին, հիմա իրանք ընդհանրապես փորձում են այս ընտրություններով գոնե տարի-տարուկես ժամանակ ունենան Հայաստանի հարցը փակեն, բրցնեն։ Սա պիտի մեր ժողովուրդը հասկանա։ Կհասկանան լավ, չեն հասկանա։ Չեմ ասում կատաստրոֆա է լինելու, ասում փառք, դեռ այս ազգի կորիզը դեռ կա, կվերածնվի, լավ սենց ասում։ 15 թվականին էլ ցեղասպանությունից հետո բոլորը մտածում են, որ վերջ։ Բայց Ֆենիքսի նման հառնեցինք։ Էլի ենք հառնելու։ Ոչ թե լերաններն են անհայտ կորել, հոգիները դեռ կան, ոչ ցեղասպանության հուշարձանը դեռ քանդված չի։ Նայեք ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մն է կայանում։ Ես այ դեպ վեր քաղաքացիական պայմանագրի ավականու գոլեգաներին մի շաբաթ առաջ եմ ասել, ասի ձեր ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ ձեզ թվում է դուք ցմահ եք։ Ասում են ինչ է նկատի ունես։ Ասում եմ, ես նկատի ունեմ հետևյալը, որ դուք սկսեք ճիշտ տրամաբանել մենակ այն դեպքում, երբ որ կհասկանաք մահվան անխուսափելիությունը եւ նրա մոտիկությունը եւ հանկարծակիությունը։ Ձեզ թվում է դուք վեշնի եք։ Չկա տես բան ժողովուրդ ջան։ Ավետարանը ոնց ասում, մարդ մտածում է, Աստված որոշում։ Մեզ վստահ եմ, որ ասուժով այս արավեկից նույնպես կազատվենք։ Իշխանությունների հակաեկեղեցական արշավի առաջին փուլը կարծես թե ձախողվեց, սակայն Նիկոլ Փաշինյանը եկեղեցու գործերին միջամտելուց ձեռք չի քաշել, հա իրենց նախընտրական ծրագրում ներառված է վեհափառին մինչև 2031 թվականը հեռացնելու հարցը։ Նախ կխնդրեմ ձեր դիրքորոշումը այս հարցում եւ որպես իրավաբան, արդյոք հակասահմանադրական չէ նախընտրական նման խոստումը։ Մարդը իր նախընտրական խոստման մեջ, հələ եկեղեցուն հանգիստ թողանք, ինքը ժողովրդից քվե ուզում սահմանադրությունը խախտելու։ Ինքը այսօր ասում է, ես
գալիս եմ ընտրության, որ խախտեմ սահմանադրությունը, սա առաջինը։ Կապած եկեղեցու հետ չեմ ուզում գնամ բամբասանքների դաշտը, ընդհանրապես sense վերացական իմ իմացած տեղեկատվությունը կարող եմ հաղորդել, որ տարուներ շարունակ Մեծ Բրիտանիայի որոշակի գաղտնի, այսպես ասած, կազմակերպություններից մեկը մի 10-15 տարի Հայաստանի հայ առաքելական եկեղեցուց պահանջում էր գանձարանի որոշակի սուրբ մասունքներ, որը որ գարեգին բն չէր տալիս։ Հիմա այստեղ խնդիրը գարեգին բն չի, խնդիրն է նա, որպեսի քաղաքացիական պայմանագիրը մուտք ունենա գանձարան։ Ընդ որում ես չգիտեմ ինչքան է դա ճիշտ, մամուլում տես լուրեր գնացին, որ նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է բերի օրենսդրական նախաձեռնություն, որ ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետությունը իրավասություն ունի այդ երկրում գտնվող մեր եկեղեցիները վաճառելու։ Այսինքն առաջի հայացքից մենք կարանք ասենք ինքնություն, բան եւ այլն, բայց ես կարծում եմ այս երկրորդ տարբերակի վարկածը նույնպես կյանքի իմաստ ունի։ Դա էլ չի ստացի, որովհետեւ արդեն ոչ թե եկեղեցու գործերն է խառնվում, այլ փորձում է խառնվել Աստծո գործերին, իսկ Աստծո գործերը անքննելի են։ Եվ պարոն Գալստյան, ամփոփելով զրույցը, ինչու Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 44-օրյա պատերազմից հետո պահպանել իր իշխանությունը եւ հիմա նորից ցանկանում է վերարտադրվել, որքանով ինձ հայտնի է, դուք 44-օրյա պատերազմից հետո տեսակետ էիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը օրերի հարց է։ Ինչու սխալվեցիք, այսպես ասած։ Ասեմ ձեզ, ինչի հաշվի չէի առել։ Ընդհանրապես ինչու՞մն է կայանում, սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն է, նայեք, այլ մեր ինքը ինչ արեց։ Հայաստանի Հանրապետությունը լավ վերջի 25 տարվա ընթացքում այսպես կոչված թակերտների նախկինների ժամանակ որոշակի հերարխիա էր ձևավորվել։ Քրեական հեղինակություններ, օլիգարխներ, թաղային հեղինակություններ, որոնց ասենք են չեմ ուզում անվանարկած ասեմ, են հասարակ մարդիկ տենում են ճամփեն էին թեքում, տենում են հարգանքով էին։ Ինքը ստեղծեց 18 թվականին մի հատ sense դաշտ, պատուհան, սկանվանեմ դա Օվերտոնի պատուհան, որտեղ այդ մարդը, որը իրան տենալուց մի ճանապարհը փոխում էր, սկզբում ֆեյքով, առանց իր լուսանկարի, որը ժամանակ հետո դուխավորվեց եւ սկսեց իր նկարով, այդ մարդկանց հայհոյել՝ մայր, կին, երեխա, ծնող։ 1, 2, 3, ասում է, դուխը սկսվում է անպատժելությունից, չէ՞։ Արդեն հելան լայվեր արեցին, այս արեցին, մեկ էլ դրուկ եկավ 20 թիվը։ Բոլորը հասկացան հետեւյալը, որ եթե հիմա հանկարծ Նիկոլ Փաշինյանը գնում է, քաղաքականությունը ստե կապ չունի։ Դիցուք X քրեական հեղինակությունը, X օլիգարխը, X պաշտոնյան, X հարգանք ունեցող մարդը կարող է իրան կանչի, ասի դու իմ կնոջ կամ երեխու հետ ինչ գործ ունեիր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստեղծեց մի հատ իրավիճակ, որ նման գործելավոճ իրականացրած մարդկանց մեծ մասը սեփական կաշին փրկելու համար գոնե թե մի քանի տարով ընտրեցին իրան։ Սա է գաղտնիքը քաղաքացիական պայմանագրի։ Ես դրա համար նույն Ծառուկյան Գագիկին եմ ասում եմ կարող ասածս абսուրդ լինի, բայց հել հայտարարի, որ դրանց էլ ես համաներում։ Այդ մարդկանց դու համաներելու ես։ Դու ոչ մեկին չես կանչելու, ասես խես լայվ մտե, խես էս արե։ Ինչ արել ես, ասված քո հետ։ Գիծը քաշում են գնանք առաջ։ Այո, այդ նույնը հայտարարի Ռոբերտ Քոչարյանը։ Նույնն, ես վստահաբար ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի դարիները 15-ից 20% իշտելու է։ Եթե մարդիկ վստահ եղան, որ դրա համար պատասխան չեն տալու։ Տես, ես ի տարբերություն այլ գործիչների չեմ կողում տնտեսության մեջ։ Ասենք, ես շատ լավ գիտեմ մեր հայ ազգի թե հոգեբանությունը, թե ընտրական հոգեբանությունը, վերջի վերջո սա իմ երկիրն է։ Ես էս տեի հողի ջրի տղա եմ, մարդ եմ, որ ընդ որում եղել եմ մեր ազգի երկու բավականին տևական ժամանակ
թե կալանավայրում, այնա շատ լավ գիտեմ, 7 տարի 3 ամիսը քիչ ժամանակ չի, թե կոմունիստների ժամանակ եմ Ղարաբաղ կոմիտեի հետ եմ կալանք նստել, Սերժ Սարգսյանի ժամանակ եմ կալանք նստել, մենակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չեմ նստել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ եմ նստել, նաև Վանո Սիրադեղյանի ժամանակ էլ աշխատել եմ համակարգում, շատ լավ եմ տիրապետում, այ մեր ընդդիմադիր գործիչները այս հայտարարությունը պետք է անեն, երթվեն խաչի վրա, որ հետապնդում չի լինելու, այսքան հունիսի 8-ի միջև հունիսի 8-ը ով ինչ լայվ արել է, ընդհուպ միջև Նիկոլաս Սատարը մոռանում ենք, ոչ մեկ իրավունք չունի դրան անդրադառնալ, հենց դա հայտարարեցին, չեմ ասում դրանք կգնան իրենց ձայն կտան, բայց մինիմում սրան էլ ձայն չեն տա, սա է խնդիրը, Շնորհակալ եմ, պարոն ես եմ Մելիքյան։ շնորհակալ։ Իմ հյուրն էր Հանրային ձայն կուսակցության նախագահ Երևանի ավականու Հանրային ձայն խմբակցության անդամ Արտակ Գալստյանը։ Կհանդիպենք։